Ծեր սինյորը։ Ծեր սինյորը, այո, Յուվենտուսի մասին հարցերը։ Այդ 3 ներքին մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով Յուվենտուսն Իտալիայում բացարձակ ռեկորդագիր է։ Թվարկեք դրանք։ Ասերիա, Իտալիայի գավաթ, Իտալիայի սուպեր գավաթ։ Ճիշտ է, ով է խփած 290 գոլով Յուվենտուսի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Ճիշտ է։ Քանի անգամ է Յուվենտուսը հաղթել UEFA-ի չեմպիոնների գավաթի կամ լիգայի խաղացում։ Ճիշտ է։ Ալեսանդրո Դել Պիերոն ռեկորդագիր է նաև ծեր սինյորայի կազմում անցկացրած խաղերի քանակով, իսկ ով է լավագույնը միայն Ասերիայում անցկացրած խաղերի։ Ջանլուիջի Բուֆոն։ Ճիշտ է, Յուվենտուսի այդ դարպասապահն Իտալիայի հավաքականի ավագներ մունդիալ 1982-ում Դինոձով։ Ճիշտ է։ 46 խաղում աչքի ընկնելով 37 անգամ նա Յուվենտուսի ռեկորդ սահմանեց մեկ մրցաշրջանում Կրիշտիանո Ռոնալդո։ Ճիշտ է, Յուվենտուսում խաղալու տարիներին նա 3 անգամ անընդմեջ նվաճել է Ֆրանս ֆուտբոլի ոսկե գնդակը։ Միշել Պլատինի։ Ճիշտ է, Յուվենտուսից հեռանալով Իտալիայի հավաքական այդ մարզիչը Սկուադրա Ազուրային հաղթանակի բերեց 2006 թվականի Մարշելո։ Ճիշտ է, նա Յուվենտուսի Փարքի սրահի անդամ է, որպես մարզիչ Ասերիայում հաղթել է 3 տարբեր թիմի հետ, մեկ չեմպիոնություն էլ նվաճել է Անգլիայում։ Ֆաբիո Կապելո։ Ոչ, Անտոնիո Կոնտեն եւ վերջին հարցը այդ չեխ ֆուտբոլիստն այս պահի դրությամբ Յուվենտուսի վերջին ներկայացուցիչն է, որը ոսկե գնդակ է նվաճել։ Պավել Նեդվեդ։ Ճիշտ է, Արամ 9 ճիշտ պատասխան, ցավոք սրտի 1 պատասխան չբավականացրեց, միգուցե հարցը ամբողջությամբ չընկալեցիր, 10-ից 10-ը մեզ մոտ չէր եղել եւ շատ մոտ էիր։ Այդպես ստացվեց, այո, երբեմն բախտը ժպտում է, իսկ բախտը ժպտում է ուժերներին, ինչպես կասեր Արամ Սահակյանը։ 9 միավոր նա վաստակեց, սա շատ լուրջ հայտ է, բայց դեռ ամեն ինչ առջևում է։